ազդեցությունը իրենց ընտանիքներում կանանց վրա եւ այլն կամ տղամարդու ազդեցությունը ընտանիքի վրա իմ համար այդ երկու մոդելներն էլ հավասարապես անընկալելի ու անհասկանալի են։ Ես համարում եմ, որ կինը եւ տղամարդը, այո, պիտի նաև ընտանիքում այդ խոսակցության արդյունքում է ձևավորում հենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումը, բայց ինչ որ գերակայությունները մեկը մյուսի նկատմամբ, այդ ծնում է արատավոր երևույթներ։ Այսինքն եթե մենք խոսում ենք պարտադրանքի որևէ էլեմենտի մասին, դա ինձ համար խնդիր է։ Հայ հասարակությունում այո կանայք պիտի լինեն ներգրաված եւ առաջին հերթին կանանց ներգրավվածությանը այսօր խանգարում է Նիկոլը եւ իր այդ ռեժիմը, որովհետեւ կանանց թիրախավորում են իրանք։ Էրատոն այն կանանց ում տպավորություն է ուզում ստեղծի թե օգնում է կրթությամբ, ուսումով, աշխատանքով, ինչ որ ինքնադրսևորմամբ, ինքը այդ կանանց ընդամենը օգտագործում է, թիրախավորում է եւ այդ կանայք ինչպես նաև մնացած բոլոր խմբերը, ում հետ իրենք փորձում են աշխատել, պարզապես օգտագործվելու են այն պահին, երբ որ իրանց պետք է, ու կներեք ես բառի համար, բայց շպրտվելու են ինչպես բազմաթիվ մարդիկ 2018 թվականից հետո։